Ազգային ժողովն այսօր ևս շարունակել է հերթական նիստերի աշխատանքը։ Խորհրդարանը նախ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրվա հարցերը, ապա քննարկեց 2026 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագիծը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ներկայացված ֆինանսական փաստաթուղթը կառավարության ամփոփիչ բյուջեն է, մարտահրավերներով լի հնգամյա ճանապարհի տրամաբանական եզրափակումը։ 2026 թվականի բյուջեով ամփոփվել են այն առաջնահերթությունները, որոնք սահմանված են եղել կառավարության ծրագրով։ Միաժամանակ հայացք ուղղելով դեպի խաղաղության եւ զարգացման նոր փուլ, որի հիմքերը դրվել են վերջին տարիներին։ Նախարարը խոսեց բյուջեի ճկունության եւ արագ փոփոխվող աշխարհի արդի մարտահրավերներին դիմակայելու կարեւորության մասին։ Ըստ Վահե Հովհաննիսյանի, տեխնոլոգիական արագ զարգացման պայմաններում տնտեսության կայունությունը պետք է ապահովվի նորարարությունների եւ մարդկային կարողությունների հավասարակշռված ներդրմամբ։ Նախարարի խոսքով յուրաքանչյուր հայաստանցի պետք է բարենպաստ պայմաններում ստեղծարար միտքն արտահայտելու եւ այն գործարկելու հնարավորություն ունենա։ Ի դեպ, ընդգծվեց, որ առաջին անգամ բյուջեն քննարկվում է խաղաղության պայմաններում։ Մեր որոշումների առանցքում Հայաստանի Հանրապետությունն է եւ այստեղ ապրող մարդը։ Այս տրամաբանությամբ արվարձան կամ պերիֆերիա ասվածն այլևս գոյություն չունի։ Ողջ Հայաստանի Հանրապետությունը կենտրոն է, այստեղ ապրող յուրաքանչյուր մարդ ինքնին։ Կենտրոնի մաս են այն բոլոր համայնքները եւ բնակավայրերը, որտեղ մենք հսկայական ներդրումներ ենք իրականացնում հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Այսօր մեր կառուցած դղյակներն ու պալատները, դպրոցներն ու մանկապարտեզներն են եւ լավ աշխատանքի իրական արդյունքը ոչ թե մեր ընտանիքի բարեկեցության, այլ բյուջեի եկամուտների ավելացումն է, կամ որ նույնն է թե հայաստանցիների բարեկեցության բարձրացումը, որի ազդեցությունը զգում է յուրաքանչյուրը։ Մեր մոտեցումների ազդեցությունը տնտեսության զարգացման վրա ոչ միայն տեսանելի է, այլ նաև չափելի։ Ըստ Հովհաննիսյանի, իրականացված քաղաքականությունն արտահայտվում է ֆինանսական կայունության, եկամուտների աճի, ներդրումային միջավայրի վերափոխման եւ տնտեսության ներառական ու երկարաժամկետ աճի մեջ։ Մեր տեսլականը պարզ է։ Ուզում ենք մի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական եւ նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից իր ժամանակակից ենթակառուցվածքներով կդառնա տարածաշրջանի տնտեսական եւ մարդկային հոսքերի կարևոր հանգույց։ Այս պատմական խաղաղության ժամանակաշրջանը պատասխանատու քաղաքականության, հեռատեսության եւ առաջնահերթությունների ճիշտ հավասարակշռության մասին է։ Հենց այս մոտեցումն է մեզ առաջնորդել 26 թվականի ընտրական տարվա մեր բյուջեի նախագծման աշխատանքների ընթացքում։ Մենք կարողացել ենք համադրել կարճաժամկետ եւ երկարաժամկետ հնարավորությունները, գտնելով դրանց հավասարակշռման կետը, միաժամանակ պահպանելով ֆիսկալ կայունությունն ու նվազեցնելով դեֆիցիտը, ինչը կարելի է անվանել իսկապես աննախադեպ մոտեցում։ Գերատեսչության ղեկավարը նշեց, որ 2026 թվականին նախատեսվում է 5.4% տնտեսական աճ, գրեթե հասնելով հնայի 12 տրիլիոն մակարդակին, որը գերազանցում է նախնական կանխատեսումները։ Բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, հնայի 4.5%-ը 2025 թվականի 5.5%-ի դիմաց։ Նախարարը խոսեց նաև 2021-ից 26 թվականներին իրականացված բարեփոխումների, բյուջեի աճի թիրախների եւ հարկեր հնաաճի մանրամասների մասին։ Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, հնայի 4.5%-ը, 25 թվականի 5.5%-ի դիմաց, միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2.8%։ Նշվեց, որ 2026-ին կներդրվի անկանխիկ գործառնություններից համընդհանուր վերադարձի համակարգը։ Այն քաղաքացիները, որոնք Հայաստանի տարածքում անկանխիկ գործարքներ կկատարեն իրենց առկա քարտերով, յուրաքանչյուր ամիս իրենց գործարքների մասով կստանան 2% վերադարձ։ Այստեղ սակայն որոշ սահմանափակումներ կան, խաղային ոլորտի գործարքներն ու մի քանի այլ գործառնություններ դուրս կլինեն այս համակարգից։ 2021-ից 26 թվականների ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեն աճել է մոտ 60%-ով։ Առողջապահության ոլորտին նախատեսվել է հատկացնել 211 միլիարդ դրամ, որը 2021-ի համեմատ աճել է 88 միլիարդ դրամով կամ 71%-ով։ 2026-ին քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովման նպատակով ներդրվելու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Այդ նպատակով 2026 թվականին 2025 թվականի համեմատ ծախսերն ավելացել են 44 միլիարդ դրամով կամ 26.6%-ով։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը նախատեսվել է հատկացնել 420 միլիարդ դրամ, որը 2025 թվականի հաստատված բյուջեի մակարդակը գերազանցում է 57 միլիարդ դրամով։ Էկոնոմիկայի նախարարությանը կհատկացվի 74 միլիարդ դրամ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը 325 միլիարդ դրամ։
Սա մեր հնգամյա ճանապարհի ամփոփիչ բյուջեն է, սակայն այն միաժամանակ նաև հաջորդ կառավարության գործունեության 2 տարիների ուղենիշային բյուջեն է, քանի որ առաջին անգամ բյուջեն ներկայացնում ենք 3 տարվա հորիզոնով, որը պլանավորման մշակույթի հետևողական բարելավման ևս մեկ դրսևորում է։ Այս բյուջեն մարդու մասին է, որպես պետության շարժիչ ուժի, ում աշխատանքի ստեղծարար անսպառ ներուժի եւ վստահության հիման վրա է կառուցվում մեր ապագան։ Այնուհետև նախարարը ներկայացրեց տարբեր ոլորտներում իրականացվող ու բարեփոխումների օրակարգը, մանրամասն խոսեց պետական պարտքի մասով իրականացվող քաղաքականության, ֆինանսական շուկայի ընձեռած հնարավորությունների, ներդրումային ու հարկային քաղաքականությունների դրական միտումների, հարկային վարչարարության, գնումների համակարգի եւ ոլորտային այլ դրական տեղաշարժերի եւ ֆինանսական հատկացումների աճող տեմպերի մասին։ Վահե Հովհաննիսյանն անդրադարձավ համաշխարհային տնտեսական գործընթացներին, առաջիկա տնտեսական կանխատեսումներին եւ գնաճային տատանումներին։ 2026 թվականի պետական բյուջեն մեր երկրի զարգացման ճանապարհային քարտեզն է։ Այն միավորում է աշխատանքը, ջանքը, ստեղծարարությունը, պատասխանատվությունը եւ հավատը վաղվա օրվա նկատմամբ։ Մենք կառուցում ենք մի Հայաստան, որտեղ աճը ոչ թե վերևից տեսանելի ցուցանիշ է, այլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցություն, որտեղ հնարավորությունները ընդլայնվում են, իսկ վստահությունը ամրանում։ 2026 թվականի պետբյուջեի մասին նախագծի վերաբերյալ եզրակացությունը ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահը։ Նրա խոսքով 2026 թվականի բյուջեի ծրագրում նախանշված հարկաբյուջետային քաղաքականությունն արտացոլում է Հայաստանի մրցակցության աճի ապահովման, տնտեսական անվտանգային ենթակառուցվածքներում եւ մարդկային կապիտալում ներդրումների զգալի ընդլայնման միջոցով տնտեսության դիմակայունության ամրապնդումը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։